Անուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո ամեն։ Կիրակնորիայի աշակերտը անոթի փորով դասի գուկա եւ օրյորտը գահացնե ու սիրածը հրաշներեն ամենեն մեծը որն է կսե հացի բազմացումը եւ գահացնեն ինչու կսե որտեղ այդ օրը մեկը անոթի դուն չգնաց 5000 հոգի գային եւ 5000 հոգի ալ կերակրացան եւ իսկապես Հիսուսի 35 հրաշքներեն ասմեկ հրաշքը բոլոր ավետարաններու մեջ կհիշվի Մատթեոս, Մարկոս, Լուկաս, Հովհաննես որովհետեւ Տերը առադորեն կերակրե նախ կսորվեցնե բարերով եւ ապա իրենց կուտա հացը Կսի ավետարանը որ Հիսուս լսեց իր զարմիկի Հովհաննես մգրտչի մահվան լուրը եւ քաշվեցավ դերմը մինագը լավու սուկ ուներ իր սուկը պիտի Աստուծո հետ արտահայտեր բայց ժողովուրդը շատ գփնտրեր իրեն եւ սկսավ իրեն հետևել եւ ինքնալ երբ որ տեսավ այդ ժողովրդի բազմությունը մեծ քութ ունեցավ կարեկցանք ունեցավ որպեսի բժշկե հիվանդները եւ Աստծո արքայությունը կատարի եւ ահա օրը սկսավ եւ օրվա վերջն էր զորավոր հրաշքներ էր ավտերը եւ օրվա վերջին աշակերտները ասին Տեր ահա աստեղը ամայի է համը չի գա ուտելու իր գուն ենք եւ ասմարտիկը ուտելիք պետք ունենք ինչն ենք երթանք հաց բերենք Տերը սա ոչ դուք ունիք դուք տվեք իրենց ուտելիք բայց ասին մենք ուտելիք չունենք Ադամը արին տեսան որ քովը 5 հաց եւ 2 ցուկ կա ասիգա է որ կրնանք անել ասա Տերը բերեք ալիգա ինքը առավ հացը եւ ցուկը կսե ավետարանիչ Հողություն հայտնեց Աստուծո եւ ասավ հիմա ժողովրդին նստեցուցեք 50 եւ ասիգա բաժնեցեք եւ իզարմանս բոլորին այդ 5 հացը եւ 2 ցուկը ամեն մարդու գերագեցավ այդ հրաշքը ես միշտ կուզեմ տեսնել այդ որ վերջինը գհանեն դոբրագի մեջ է ինչպես մեջտեղ ուկա ուրիշը հետաքրքիր է չէ Տիրոջ զորությունը սկսավ 12 հոգին 5000 հոգի կերակրել եւ բաժնել եւ Տերը ասավ որ ավելցածները չթափեք եւ ավելցավ 12 մեծ սագար եւ Աստված Աստծո փառք տվի ժողովուրդը որ անգամ իրենց մարմնի հոգը դառավ Ուրեմն սիրելիներ երբ Աստուծո կհետևենք միայն մեր հոգին չէ որ կերակրվի այլ մեր մարմինն է որ նաեւ ճար կգտնի Ինչպես Հիսուս ասավ, ես եմ թուրը, իմ մեջովս ով որ մտնե, ելնե, ճար կգտնե, այսինքն իր ցավին թարման կգտնե, նաև իր մարմինին ուտելիք կգտնե։ Եվ Աստուծո հետևելը մեծ կանք եւ զորություն ուզի։ Նայեցեք այսօր մենք շատ բաներու կհետևենք։ Հիմա աշխարհի խաղերն են, World Cup-ը կհետևիք դուք, հա։ Տղաս շատ կհետևի։ Վարը սենյակը թրեր է ամեն խումբերը երբ պիտի խաղան, ով որ ժամում պիտի խաղա ով որում հաղթեց։ Մենք այսօր շատ բաներ YouTube-ով կհետևենք, չէ՞ մարդուց, սելեբրիթիները լան, քարոզիչները լան, երգերը լան, այսինքն հետևելու այդ փափագը մեր մեջ կա։ Եվ Տիրոջը հետևելունը ամենեն առաջինը պիտի գա, որտեղ մեր բոլոր ցավերու թարմանը Տիրոջի մեջ է։ Եվ այսօրվա ավետարանի մեջ մենք կտեսնենք, որ ժողովուրդը գերթար Հիսուսի հետևել։ Եվ պետք է հասկանանք, որ Առաջի թարի ասիկա, first century, այնադեն չի գա լուրերով տեսնել, պաստարներ տեսնել, GPS ունենալ, location-ը չերել է, ես կամ տեսնեմ ուր ես, ոչ, եթե Հիսուսին պիտի հետևեիր, առնվազն 50 կիլոմետր անավադով պիտի քալեիր, քարքարոտ փողոցներով պիտի քալեիր, որ Հիսուսի քով երթար, որովհետև հոգի ծարավ ունեին, Աստված իրենց կխոսեր եւ նաեւ իրենց կերակուրդը Մենք իրապես, երբ կհետևենք անոթի չենք մնար, միայն երևակայեցեք, երբ որ Աստծո խոսքը ու կյանքի ճշմարտությունը կլա, որոշումները ճիշտ կլա, ընտրությունները Աստծո օգնությամբ կլա, երբ որ գաղութես Աստծո խոսքը կլսես, շիդա կորձը կկատարես, ինչ կլա, թե հոգիդ կգերակրվի, թե մարմինը, սակայն երբ որ Աստծո մենք մտիկ չենք կներ, ասել է թե հոգիով մտքով չենք հետևել իրեն, ամեն բանի հույսը մենք ենք, բայց մենք կսորվենք, որ հույսը Աստված պետք է։ Երբ որ Նոյը հետևեցավ Աստծո խոսքին, ջրեղեղեն փրկվեցավ։
երբ որ Ղովտը հետևեցավ Աստծո խոսքին, Սոդոմի, Գոմորի այդ քաղաքեն փրկվեցավ։ Երբ որ Մովսեսը հետևեցավ Աստծո խոսքին, Եգիպտոսի ժողովուրդը դուրս անեց եւ ինքը փրկվեցավ։ Երբ որ Դանիելը անդադար աղոթեց եւ մտիկ չրավ չար թագավորի խոսքերը, անգամ իրեն նետեցին արյուծներու քուբի մեջ, սակայն ինքը փրկվեցավ։ Ինչպես կսե Սաղմոս ասածը, որ դերն է հովիվս կգոհոքա բետկերս, թե մարմիս, թե հոգիս։ Առաքյալները ասին, որ գուզենք հետևիլ քեզի, ուր է տեղը, Տեր։ Հիսուսը սա, որ եկեք եւ տեսեք։ Տեր մնալը սա, որ աղվեսները փույն ունին, արջերը ворջ ունին, մարդու որդին գլուխ դնելի տեղ չունի։ Այսինքն նույն տեսակ ապահովությունը մի փնտրեցեք Աստծո հետը լալու ժամանակ։ Որովհետև ես ձեզի Գողգոթա կտանիմ, բայց արքայություն կխոստանամ։ Շատերը գուզեն հետս գալ հաշտի կլալու, բայց շատ քիչերն է, որ գուզեն այդ խաչերը գրել, բայց հետևեցեք ինձի, որովհետև ադոր մեջ մեծ խոստում կա։ Պետրոսին ասավ, հետևե ինձի եւ ես քեզի մարդոց որսորդ պիտի դարձնեմ։ Այլևս ցույց չէ, որ պիտի բռնես, այլ Աստծո խոսքով, Աստծո շնորհով մարդիկ է, որ պիտի քու միջոցով ինձի դառնան։ Երբ որ մեծահարուստ մեկը եկավ ասավ, Տեր, ամեն բادرիրանները գիտեմ, ամեն բան ներած եմ, ինչ պակաս է ինձի, որբեսի գրնամ արքայությունը շահել։ Տերը ասավ, եթե կուզես կատարյալը լա, գնա ինչ որ ունիս, ծախե եւ աղքատներով դու, այդպիսով երկինքի մեջ քանց պիտի ունենաս եւ հետո հետևե ինձ։ Այսինքն հետևելու համար ստեներ նախ, քանի որ հարուստի սիրտը կապված էր ունեցվածքին հետ։ Տերը գսե, որ ունեցվածքիդ մեջ ապահովություն չկա։ Պիտի ցկես այդ ամեն ինչը եւ հոն է, որ ամեն ինչով դրաս հույս պիտի տնես։ Ինչպես երբ որ նավակը գարնես ջուրը դերթաս, այդ ջուրի մեջ միակ հույսը նավակն է։ Եթե նավակը չլա, պիտի խորտակես։ Նույն ձևով Քրիստոս գսեց այդ բոլոր պատկերացուցած ապահովությունները, life insurance-ները, չեմ գիտեր ինչ insurance-ները, պիտի ցկեք եւ հետեւես պիտի գա, որտեղ կյանքը ես եմ, հարությունը ես եմ։ Եվ ինչպես պիտի հետևինք իրեն, Տերը գսե ան, որ իր խաչը չարն էր եւ ինձի չի հետևիր, արժանի չէ ինձի։ Այսինքն դժվարությունները հանց չես առներ, այսինքն գուզես քո կանոններով հետևիլ, ադիգա հետևիլ չէ, այլ իրապես խաչը, դժվարությունը, նեղությունը հանց առնելն է եւ Քրիստոսի հետ։ Ուրեմն հետևիլ լիասիրտ պատրաստ դժվարություններու, որովհետև Աստուծո հետևիլը հարաբերության նշան է։ Միայն նայեցեք մարդկային հարաբերություններում ամենեն նվիրական, մեկը որ ընտանիք պիտի կազմեն։ Չեն հեռացայնել իրարու, երբ որ փամը պետք ունի, կամ բարեկամները։ Իրական բարեկամը, երբ որ նեղության մեջ ես, կհեռացայնես եւ հոն է։ Եվ ոչ թե ասենք tax season-ը քեզի հեռացայնի գսե tax-երը սկնես, ադիգա ինչ կլա transaction։ Շատերս Աստուծո այդ հարաբերությունը կնմանի այդ ATM գործիքը կա, որ դրամը կհանենք մեջ, չէ՞։ Դրամը քարտը կտնենք, դրամը կհանենք։ Նույն ձևով, երբ որ բամը պետք ունենք, եւ ամեն մարդ չի գնալ մեզ օգնել, Աստուծո գիշենք։ Երթանք մեր հավատքի ATM քարտը կտնենք, ասենք, հիմա ինչ որ գուզենք դու, ադիգա Աստծո հետևել չես իրեն։ Աստված նորեն կուտա, Աստված արադացերն է, բայց Տերը հարաբերություն կփնտրե մեր ամբողջ կյանքի մեջ։ Իրեն հետևիլը սուղի գնայես իրեններ, բայց չհետևիլը ավելի սուղի գնայ։ Իրեն հետևիլը սուղի գնայ։ Պետք է Աստծո խոսքը գիտնանք, հարաբերություն ունենանք, աղոթքի ժամ ունենանք, հոգևոր կյանքի դիսցիպլին ունենանք։ Ասոնք մեզ ժամանակ եւ ուշադրություն կպահանջեն։ Բայց իրեն չհետևիլը ավելի սուղ կպահանջի, սուղի գնայ։ Ընտանիքներ կգործանեն, զավակները սխալ ճամփաներու մեջ կերտան։ Մեր ամբողջ շինածը օրը ջուրը կտանի եւ մենք կյանքի մեջ միշտ բարագություն կզգանք, որովհետեւ մեր հոգին, որ Քրիստոսով պիտի կերակրվի, չի կերակրվի եւ ուրիշ բաներով կզբաղվի։ Ուրեմն իրեն չհետևիլը կրկնակի սուղի կնայի։ Ուրեմն երբ անգերս կհետևինք, իր բարիքները չեն բացի, մեր հույսը, համբերությունը, խաղաղությունը, սերը։ Եվ երբ որ Մատթեոս Ավետարանի մեջ գսե առաքյալը, ահա մեր ամբողջ ունեցվածքը ցկեցինք եւ հետևեցինք քեզի, մենք ինչ պիտի ըլլանք։ Պետրոս առաքյալը գարցն է, որ գին ուներ, փորձ ուներ, ցուկ որսով էր։ Սա ինչ պիտի տան մեզ։ Տերը գսե, ով որ ցկեց տունը, եղբայրներ, քույրեր, հայր ու մայր, կին, զավակներ եւ ակարակներ ինձի համար հարյուրապատիկ պիտի ստանա եւ հավիտենական կյանք պիտի շարունակի։ Մարկոսի Ավետարանի մեջ գսե, ձեր
խիրգը անչափիլեցնեն, որ չգրնակ շալվել, այսինքն տիրոջ երբ որ գերթան, իր արադությունը անչափորեն կուտամեց։ Ուրեմն ինչ որ անգեղձորեն տնենք իր առջև դերը կվերափոխի։ Այդ բզդիգը վերավ իր 5 հացը եւ 2 ցուգը դրավ Աստծո առաջ, դերը արավ եւ վերափոխեց, որովհետեւ դերը միշտ մեզ փամը գուզե որ տան, որ գնա ինքը վերափոխի։ 5 կդոր հացը եւ 2 ցուգ դրին իր առջև 5000 հոգի համար։ Ուրեմն իր թվապանությունը մեր թվապանության պես չէ։ Մենք գսենք 5 առավել 2 7 կնենք, բայց Աստված գսե ոչ, 5 առավել 2 ինձի համար 5000 կնե։ Ես անգարինելու Աստվածն եմ։ Իմ CV մեջ գրած է impossible, կրնամ ամեն ինչ անեմ, որովհետև ես եմ Աստվածը։ Պետք չունիս շաբաթը 80-90 ժամ աշխատելու եւ տարին 200,000 շահելու, որովհետեւ կյանքդ լավը լա։ Աբրուստի լավը լալը կյանքի լավը լալ չէ սիրողներ։ Ադի խապկանքի, ադի մեզի աս աշխարհը խապած է, որտեղ երբ որ մենք շատ կաշխատին, շատ թաքս կուտանք ուրիշներին։ Այսօր social psychologist-երն ալ գխոսին, որ մարդս պետք է չափավոր կյանք ունենա եւ որոշ շեմեն հետո զերոները երբ որ գավելնան, մեր կյանքի մեջ փամը չի փոխվի։ Մենք այդ երևակայեցեք, երբ որ դու շաբաթ 80 ժամ կաշխատիս, լավ, շատ գշահիս, բայց ժամանակ ունիս այդ շահածը գործածելու։ Երևս երկու բան ավելի շատ order գնես Amazon-են, անանք ուրախանաս, բայց կյանքիդ մեջ, existentially փամը չի փոխվի։ Բարդադես թուն քերի ես գործին եւ թուն գաշխատիս, որբեսի թաքս վճարես։ Անորամար դերը գսե, որ ինձ մով պետք է կյանք ունենաք, ես եկա որբեսի կյանք ունենաք եւ առավել եւս կյանք ունենաք, որտեղ խաղաղությունը, սերը իմ մեջս է, ձեր բզդիգը դրեք, ինչ որ ունիք բզդիգ փամը ես պիտի վերափոխեմ։ Մովսեսին երբ որ սավ գնա ժողովուրդս հանե Եգիպտոսեն, ինչ ուներ Մովսեսը, 4 գավազանը, բայց այդ գավազանը 10 պատուհաս բերավ ժողովրդի գլխուն վրա։ Ծովը բացավ այդ գավազանը, երկինքեն ջուր իջե, հաց իջեցուց եւ ժայռեն ջուր իջեցուց։ Այսինքն անգեղձորեն երբ որ գմոդենանք Աստուծո, ինքը արադորեն կուտամեց։ Եվ նույն այդ 4 ընկերները անգեղձորեն Քրիստոսի օրհնությունը փնտրեցին։ Ինչերին առան 4 հոգին իրենց հիվանդ բարեկամը դարին առաստաղը ծագեցին եւ Քրիստոսի առջև տերին։ Եվ Հիսուս տեսավ իրենց հավատքը, որ ամբողջ հույսը իրենց Քրիստոսի վրա է, ըսավ այդ մարդուն։ Նախ մեղքերը ներված են, որտեղ քու հոգիդ բժշկություն պետք ունի, եւ ապա ել այդ մահիճը դար, անգողինը դար եւ քավետուն։ Եվ մարդը քավեց։ Ուրեմն սիրելիներ, 5 հացը եւ 2 ցուգը մարդկային դգարությունն է, որ Տերը կվերափոխի։ Ինչ ունենք այսօր իր առջևը տնելու։ Մենք այդ մտածենք, ցավ մը գա թերևս մեր սրտի մեջ, նեղություն մը գա, անաբավություն մը գա, որ ոչ է մեկուն կրնան կսել, Տերը գսե առջևս տիր։ Թերևս ամուսնությունը լավ չընթանար, սկսած է շարժելու, հիմքերը դգար են, թերևս կործը, որ կաշխատից չես սիրել, Տերը գսե իմ առջևս տեր, թերևս ինչ որ ձրակած ես, արդեն գիտես, որ 5 օրեն պիտի չլա, Տերը գսե առջևս պեր, որտեղ ես երբ որ գտնամ, ջուրը քինի գտարնա։ Ինչ որ գնեմ ես ձեր բարիքին համար է, երբ որ իմ առջևս գտնեք, ինչպես հայրերի մեջ գսեն եղիցի գամքով, ասել եք քու գամքովը կուզենք շարժիլ եւ ոչ թե իմ կարգովս։ Ուրեմն մեր բզդիկ քայլերը, մենք 5 հացը եւ 2 ցուգը առնենք, ինչպես երբ որ Մայր Թերեզային ասին, որ այդ բզդիկ դրամովը ինչ կրնար սնելու, Հնդկաստանի մեջ լեցուն աղքատներու պիտի կերակես։ Ասավ, իմ լումայովս փամը չեմ կրնարնել, բայց Աստուծո օրհնությամբ եւ իմ լումայովս ամեն բան կրնամ։ Հետևաբար սիրելիներ, հետևին Քրիստոսին, որքան որ ճամփան քարքարոտ է, լուրջը լանք մեր հարաբերություններում, որտեղ Տերը սա երբ որ ժամանակը կա, հունց կհավաքեմ այս աշխարհին, ամեն մարդ որ դեր գսե ինձի, վիճարնեմ իրեն, չէ՞։ Ամեն մարդ, որ ինձի միայն անունով գիտնա, վիճարնեմ, այլ ով որ ինձի կհետևի քիշեր ցերեկ, որու սիրտը, որ իմ բնակարանս է, իրեն միգիսեմ, եկեք հորս ընտյալներ, ցեզի համար տեղ ունի պատրաստած։
Որ չափալ քարքարոտ լա ճամփենք, իր առջև դնենք անգեղձորեն ինչ որ ունենք, թե ցավերը, թե օրհնությունները, եւ ան առադորեն պիտի օրհնե եւ վերափոխե, եւ մենք հարադեպ փառք պիտի տանք իրեն Ավիդյանս Արգելից